Բարև ձեզ հարգելի բարեկամներ, որոշել եմ շարունակել նոր աշխարհակարգ հաղորդաշարը, հիմա պատրաստել եմ 8-րդ հաղորդումը և ուզում եմ խոսել այն ամեն ինչի մասին, ինչ մեզ սպասում է ապագայում, այն ամեն ինչի մասին, ինչ մենք ապրեցինք քրիստոնեության ճանապարհի մասին այս 2000 տարվա ընթացքում և որոշակի վերլուծություններ անել, մեկնաբանություններ, հասկանալ, թե ինչու ենք մենք հիմա գտնվում այս անելանելի վիճակում և որտեղ է լուծումը այդ վիճակից։ Այս աշխարհում ամեն ինչ փոխվում է, բոլորս էլ տեսնում ենք, օրեցօր փոխվում է ամեն ինչ այսօր կա, վաղը չի լինում, ինչ վաղը կա, այնուհետև դա էլ է վերանում։ Մենք ականատես ենք լինում բազմաթիվ իրադարձությունների, որոնց համար գնահատականներ չեն կարողանում տալ, տալիս ենք իհարկե գնահատականներ, բայց արդյոք այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, մենք չգիտենք։ Փոխվում է ողջ աշխարհը։ Նոր աշխարհ է ստեղծվում, Աստված տանում է մարդկությանը դեպի այդ աշխարհ, նոր աշխարհակարգ, որտեղ չի լինելու չարություն, չի լինելու ապականություն, մեղք չի լինելու և մարդիկ լինելու են Ադամի նման, մաքուր, Աստծո պատկերով ստեղծված և լինելու է երանություն և լույս ողջ աշխարհում։ Երկնքից իջնելու է Վերին Երուսաղեմը, գալու է միավորվելու Նոր Երուսաղեմին, ստեղծվելու է մի կենտրոն աշխարհի համար, Նոր Երուսաղեմով, որը լինելու է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում և ինչպես հիմա Երուսաղեմն է, Իսրայելը, որը քրիստոնեության կենտրոնն է, այդպես էլ Նոր Երուսաղեմը լինելու է կենտրոնը նոր մարդկության։ Նոր աշխարհակարգ ուզում են ստեղծել նաև այս աշխարհի տերերը, որոնց համար ցանկալի չէ Աստված, որոնք ուզում են ստեղծել մի աշխարհ, որտեղ Աստված չկա, որտեղ չկա հոգի, մարդիկ լինելու են ռոբոտների նման, մարդիկ վերենացվելու կիբորգների և այդ մարդկային զանգվածին հեշտ է լինելու ղեկավարել։ Ինչպես մենք եկանք հասանք այսպիսի սահմանագծին և ինչ է լինելու մեզ հետ հասկանալու համար, մենք ուսումնասիրենք ողջ քրիստոնեության պատմությունը, այն ժամանակները, երբ եկավ Քրիստոս, դրանից հետո և ինչպես մարդկությունը ընթացավ այս 2000 տարվա ընթացքում, ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկության գիտակցության մեջ, շրջապատի մեջ և ինչպես մարդկությունը հասավ այս սահմանագծին, նոր աշխարհակարգի սահմանագծին և ինչպես է լինելու լուծումը մարդկության հետագա ընթացքի։ Ըստ եկեղեցու հայրերի, ինչպես Աստծո արարչագործության 6 օրը կա, չէ, ինքը 5 օր արարեց ամեն ինչ, 6-րդ օրը ստեղծեց մարդուն և 7-րդ օրը հանգստացավ, այդպես էլ կան 6 ժամանակներ, որոնց ընթացքում ուրեմն Ադամը կամ դրախտից դուրս գալուց հետո կատարվում է այդ հաշվառումը, կամ Ադամի ստեղծումից է կատարվում հաշվառում և 6-րդ ժամանակաշրջանում գալիս է Քրիստոս։ Ուրեմն ըստ Եփիպ-անկիպրացու ժամանակագրության 5000 և մի քանի 100 տարի է եկել Քրիստոս, ըստ Քրոնիկոնի, ըստ հրեական ավանդությունների, ասենք ըստ հրեական ավանդության 5500 տարի է եկել Քրիստոս և այդ կարծիքի հետ համամիտ են նաև եկեղեցու հայրերից շատերը, ասենք Օգոստինոսը, Սուրբ Իրինեոսը, Հովանն Ոսկեբերյանը, Հիպպոլիտոսը և ուրիշներ։ Եվ ուրեմն բոլորի համար միանշանակ պարզ է, որ Քրիստոս եկել է 6-րդ ժամանակաշրջանում, 6-րդ ժամանակաշրջանի սկզբում
մենք պայմանական նշում ենք մեկ թիվը, իր ծննդյան փաստորեն տարի թիվ, որ դա էլ է պայմանական, եւ այդ ժամանակաշրջանից ընթանում է 6-րդ ժամանակաշրջանը։ Որոշ աստվածաբաններ եւ գիտնականներ հենվելով իհարկե ժամանակակից հայտնագործությունների, պեղումների արդյունքների վրա իրենք համարում են, որ մարդկությունը ընդհակառակը ունի 28,000-30,000 տարվա պատմություն։ Ինչպես էլ, ասենք, լինեն այդ տարբերությունները, բոլորի համար միանշանակ պարզ է, իրենք գալիս են հատվելու մի կետում, որ Քրիստոսի գալստյան ժամանակաշրջանը հիմա է, 2000 թվականից սկսած։ 6-րդ ժամանակաշրջանի սկզբում եկավ Քրիստոս, 1000 թվից եղավ 7-րդ ժամանակաշրջանը, ինչպես Աստված հանգստացավ 7-րդ օրի արարչագործությունից հետո, 7-րդ ժամանակաշրջանում էլ ինքը հանգստացավ, կխոսենք այդ մասին ինչպես հանգստացավ, եւ 8-րդ ժամանակաշրջանը, որ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակաշրջանն է, 8-րդ ժամանակաշրջանի սկիզբը դա 2000 թվի սկիզբն է։ Իհարկե ոչ ոք չգիտի երբ է գալու Քրիստոս։ Այդ մասին նոր կտակարանում էլ է խոսվում, բայց ժամանակաշրջանի մասին մենք գիտենք։ Հիմա Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակաշրջանը, որ 2000 թվից սկսվել է, եւ իդեպ աշխարհում ինչ որ կատարում է, այդ ամեն ինչը վկայում է այն, որ Քրիստոսի գալստյան ժամանակաշրջանն է։ Սկսենք 6-րդ ժամանակաշրջանի սկզբից։ Դա ուրեմն այն ժամանակ, երբ որ Քրիստոս հարություն առավ, համբարձվեց, չէ, դրանից հետո 10 օր անց էր եղավ Հոգի գալուստը, ինչպես Գործկարաքելոց գիրքն է ասում, եւ այն ժամանակ Սուրբ Հոգին իջավ առաքյալների վրա, եւ իրենք այնպիսի մեծ հրաշքներով էին խոսում եւ գործում, որ արագությամբ մենք տեսնում ենք Գործկարաքելոցի գլուխներից քրիստոնեությունը տարածվեց եւ այնտեղ եւ Հրեաստանում եւ Դամասկոսում եւ Անտիոքում, իդեպ Անտիոքից հետո Անտիոքից սկսած, որ Քրիստոսի հետևորդները ստացան քրիստոնյա անունը։ Եվ այդտեղից էլ տարածվեց գնաց Փոքր Ասիա, Հունաստան, ամբողջ հռոմեական կայսրության մեջ եւ նաեւ Հայաստան մտավ եւ Մերձավոր Արևելքի ուրիշ մասեր, Հյուսիսային Աֆրիկա, այնուհետեւ դրանից հետո տարածվեց նաեւ Եվրոպայի եւ Ասիայի ուրիշ մասերում եւ ուրեմն այդ ամեն ինչը մեծ մասամբ տեղի ունեցավ 6-րդ ժամանակաշրջանի մեջ, այսինքն Քրիստոսի համբարձումից հետո սկսած մինչև 1000 թիվը։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ, ինչպես Քրիստոս խոստացավ, որ կուղարկի Մխիթարիչին, Սուրբ Հոգուն եւ նա ուրեմն կառաջնորդի իր աշակերտներին եւ իր հետևորդներին։ Գիտենք, որ քրիստոնեությունը մոտ 300 տարի հալածվում էր եւ բազմաթիվ սրբեր ունենք, որոնց հիշատակությունները ժամերկության ժամանակ արվում են, մի մասն էլ նաեւ պատարագի ժամանակ է արվում եւ 313 թվին Միլանի հրովարտակով ազատություն ստացավ քրիստոնեությունը եւ սկսեցին մարդիկ ազատ պաշտել իրենց Աստծուն, Քրիստոսին եւ դրա համար հալածանքները մեծ մասամբ վերացան հեթանոս աշխարհում։ Եվ դրանից հետո էլ քրիստոնեությունը մենք գիտենք, որ տարածվեց ողջ աշխարհում, իդեպ ասեմ այդ քրիստոնեության տարածման արհավատչյան Սուրբ Գրիգոր Լուսավորչի գործունեություններ, որովհետև գիտենք, որ 301 թվականին նա սկսեց իր գործունեությունը, բուժեց Տրդատ թագավորին, Հիվանդության եւ ողջ պալատը, եւ Տրդատ թագավորը ընդունեց քրիստոնեություն, այնուհետեւ պալատը մկրտվեց, հետո էլ ողջ ժողովուրդը մկրտվեց եւ Հայաստանը առաջին երկիրն էր, պետությունն էր ողջ փաստորեն հայտնի աշխարհում, որտեղ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն եւ իրեն Հայաստանին կամաց հետևեց ողջ Եվրոպան եւ դրանով ասված
ողջ աշխարհում։ Քրիստոնեությունը կամաց-կամաց ողջ աշխարհում հաստատեց իր դիրքերը եւ դարձավ փաստորեն պետական կրոն։ Այն առումով, որ քրիստոնեությունից բացի ուրիշ կրոն, եթե գործում էր, ինքը հալածվում էր իշխանությունների կողմից։ Այդ ամեն ինչը մեծ մասամբ տեղի ունեցավ մինչև 1000 թվականը, Եվրոպայում օրինակ մեծ հրաշքներով քրիստոնեություն էր տարածում Կարլոս Մեծը, ապագա սրբազան հռոմեական կայսրության հիմնադիրը, կարոլինգների հարստության հիմնադիրը, իդեպ ասեմ ժամանակակիրները նկարագրում էին, թե ինչպես են ընթանում Կարլոս Մեծի արշավանքները, ինչպիսի մեծ հրաշքներ էին տեղի ունենում, ինչպիսի ճակատամարտերում ինքը Սուրբ Հոգու առաջնորդությամբ հաղթում էր իրենց զորքերի առջևում Կարլոս Մեծի զինվորները ուրեմն զորքերի առջևում պահում էին Միքայել հրեշտակապետի քանդակը, Միքայել հրեշտակապետը հայտնի է որպես չարիդեմ Աստծո զորքերի հրամանատար եւ նրա զորավարներն են նաեւ Սուրբ Գևորգը, Սուրբ Սարգիսը եւ ուրիշ զորավարներ, որոնք հայտնի են եղել իրենց կյանքի ընթացքում չարիդեմ մեծ զորությամբ, չարիդեմ տարած հաղթանակներով։ Եվ ամբողջ փաստորեն հիմնականում Եվրոպայի մեծ մասը Կարլոս Մեծը կարողացավ գրավել եւ տարածել քրիստոնեություն։ Մնացած գործը արեցին նաև ուրիշ գործիչներ, օրինակ Օլաֆ Սկանդինավցին, նորվեգացին, որը Սկանդինավիայում քրիստոնեություն տարածեց 11-րդ դարում եւ ուրիշ վայրերում եւս։ Արդեն 11-ից 13-րդ դարերում Եվրոպայի մեծ մասում քրիստոնեությունը հաղթել էր։ Եվ ահա այսպիսի հզոր հաղթարշավով Սուրբ Հոգու առաջնորդությամբ քրիստոնեությունը նվագեց ողջ Եվրոպան։ Եվ սա պատահական չէր, Աստված էր առաջնորդում։ Սակայն 1000 թվականից փաստորեն ըստ եկեղեցու հայրերի եկավ 7-րդ ժամանակաշրջանը, այսինքն մի ժամանակ, որ Աստված հանգստացավ, սա հարաբերական արտահայտություն է, իհարկե Աստված չհանգստացավ, Աստծո ուշադրության կենտրոնում էր ամեն ինչ, սակայն ինքը թույլ տվեց չարին, որ աշխարհում գործի, այն իմաստով, որ չարը կարողանա փորձել մարդկանց։ Աստված ցանեց իր փաստորեն դաշտը, պտուղները եւ ելան եւ արդեն փաստորեն ինչպես այգեպան ինքը պետք է հետևեր, թե ինչպես են աճելու, ասենք այս ծառերը, այս բույսերը եւ այլն։ Եթե մինչև 1000 թիվը ինքը մեծ զորությամբ գործում էր եւ չարը փաստորեն չէր կարողանում իր դիրքերը ամրացնել, փախչում էր նրա առջևից, 1000 թվականից ինքը այս աշխարհում սկսեց գործել չարի հնարավորությունների չափ, որպեսզի լինի ազատություն։ Մարդը իր կամքով կարողանա ընտրել չարը կամ բարեն, մարդը իր կամքով կարողանա որոշել ինչպես է ինքը ընթանալու, ինչպես է ինքը ապրելու։ Սա ուրեմն պետք է լիներ մինչև տևեր մինչև 2000 թիվը, մինչև 8-րդ ժամանակաշրջանը, մինչև իր գալուստը երկրորդ, եւ ուրեմն չարին ընդամենը ժամանակ էր տրված մինչև 2000 թիվը իր գործունեությունը ծավալել եւ մարդկությանը ինչքան հնարավորինս չափով շեղել Աստծո ճանապարհից։ Հաշվի առնելով այն, որ քրիստոնեությունը հզոր հաղթարշավ ունեցավ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Ասիայի որոշ մասերում եւ հաղթահարեց բոլոր խոչընդոտները, եկեղեցու հայրերի որոշ մաս հայտարարեց, որ եկել է Քրիստոսի հազարամյա թագավորությունը եւ չարը պարտվել է, ըստ Հովհաննու հայտնության 20-րդ գլխի։ Ստեղծվեց կարծիք, որ Քրիստոսի երկրորդ գալուստն արդեն եղել է եկեղեցու հաղթանակով եւ այլևս գալուստ չի լինելու։ Այդ կարծիքը կենթանություն ունեցավ մինչև 18-րդ դարի վերջը եւ 19-րդ դարի սկիզբը, իսկ 20-րդ դարն ընդհանրապես ժխտեց այդ կարծիքը։
իր անմարդկային պատմության մեջ նմանը չունեցող պատերազմներով և ավերածություններով։ Եվ ինչ տեղի ունեցավ 1000 թվականից մինչև 2000 թիվը։ Եթե մինչև 1000 թիվը մարդկության մեջ գերիշխում էր աստվածակենտրոն գիտակցությունը, այսինքն ինչպես մարդը ինչ որ անում էր, ինչ որ կատարում էր, ինչ որ մտածում էր, իր ուշադրության կենտրոնում Աստված էր։ Աստված կանչելով էր անում, ասում էր առաջին Աստված, չէ՞ մեր ժողովրդի մեջ էր դա վաղուց տարածված, հիմա մեր ժամանակների մասին չեմ խոսում, որտեղ այդ փաստորեն վերաբերմունքը համարյա չի էլ մնացել մեր ժողովրդի մեջ, առաջին Աստված ինչ գործ որ ձեռնարկում էր, ինքը իր մեջ որոշում էր, ինչպես սրան կնայի Աստված, ինչպես կվերաբերվի։ Իր համար սա կարևոր էր։ Ուրեմն աստվածակենտրոն գիտակցություն էր իր մեջ։ Կարևորը Աստծո վերաբերմունքն է։ Կարևորը ինչպես է գնահատում իր արածը, իր ապրելակերպը, իր կյանքը Աստված։ Նույնը եւ իհարկե փիլիսոփայության մեջ, նույնը եւ աստվածաբանության մեջ, արվեստի եւ ուրիշ բնագավառնում Աստված ուշադրության կենտրոնում էր։ 1000 թվականից հետո կամաց մեջտեղ եկավ, հայտնվեց մարդակենտրոն գիտակցությունը։ Տեղի ունեցավ սկզբից, եթե աստվածակենտրոն գիտակցությունը բարձր էր, մարդակենտրոն գիտակցությունը այսպես եկավ, հավասարվեց ինչ-որ պահ, հետո սկսեց ինքը գերիշխել։ Գիտեք, վերածննդի ժամանակաշրջանից Եվրոպայում վերածնունդը փաստորեն 14-րդ դարի սկզբից մինչև 16-րդ դարի վերջը, 17-րդ դարի սկիզբը կարելի ասել, ինքը մարդկանց գիտակցության մեջ մեծ փոփոխություններ կատարեց։ Այն ամեն ինչ որ Աստված տալիս է մարդուն, ինքը եթե շնորհ է տալիս, հենց այնպես չի, եւ այդ շնորհն էլ մարդուն կարող է փոխել։ Այ օրինակ ես կոմպոզիտոր եմ, երգահան, Աստված ինձ տվել է ասենք շնորհ։ Ես լավ կոմպոզիտոր եմ, Աստված ինձ տվել է մեծ շնորհ, տաղանդ։ Ինչ է տեղի ունենում իմ գիտակցության մեջ։ Ես սկսում եմ լավ գրել, մարդիկ գնահատում են, սա երևում է, չէ, կամաց ես սկսում եմ ինձ բարձրացնել։ Իմ մեջ առաջանում է ես տաղանդավոր եմ, ես լավ եմ գրում։ Կամաց այդ գիտակցության մեջ ես սկսում եմ Աստծուն մոռանալ, հեռանում եմ Աստծուց։ Եթե առաջ խնդրում էի իրեն, որ ինքը առաջնորդ է, ես կամաց սկսում եմ այլևս չխնդրել։ Ինքնաբավ գիտակցություն, որի մեջ ես ինքս ինչ որոշում կայացնում եմ, ինչ անում եմ, ինքս եմ որոշում, ասում այլևս չեմ դիմում։ Այս տեղի ունեցավ նաև վերածննդի ժամանակներից սկսած։ Վերածնունդը շատ բան տվեց մարդկությանը։ Եթե մինչ այդ աստվածակենտրոն գիտակցության մեջ մարդը փաստորեն ինչ որտեղ փակվել էր իր մեջ, ինքը սկսել էր իր զգացողություններին ուշադրություն չդարձնել զգացմունքներին, վերածնունդը բացահայտեց մարդու մեջ շատ հնարավորություններ, որ մարդը զանց էր առել եւ դրան ուշադրություն չէր դարձնում։ Այստեղ երևում է նաև Աստծո ողորմությունը, ինչպես Աստված ուզում է, որպեսզի մարդը իր ամբողջ հնարավորությունները բացահայտի, լավ իմաստով բացահայտի, ինչպես ստեղծագործող բացահայտի, ինչպես որոշակի արարչագործ բացահայտի, որովհետև մարդն է ինքը արարչագործ։ Սակայն, ինչպես ասում եմ, որ ամեն Աստծո տված զիրք, ամեն Աստծո տված տաղանդ շնորհ ունի երկու ծայր, եթե դու ճիշտ չօգտագործես, նա կարող է դեպի չարը տանել քեզ եւ բացասական գործունեություն ունենալ, բացասական արդյունքներ տալ։ Վերածննդի փաստորեն ընթացքում մարդը սկսեց մտածել իր ազատության մասին։ Դա լավ է իհարկե եւ նաեւ վատ է, եթե դա ճիշտ չօգտագործվում։ Ազատությունը ստեղծեց մարդկանց մեջ Եվրոպայում պահանջ ազատվելու որոշակի բաներից, կապանքներից, որոնք իհարկե մարդու հոգու համար էր վնասային։ Օրինակ 11-ից 13-րդ դարերում կաթոլիկ եկեղեցում
հայտնվեց մի ուղղություն, որ կոչվում է սքոլաստիկա, դպրոց բառից։ Ինչու՞։ Եթե ժամանակին քրիստոնեական գաղափարախոսությունը, աստվածաբանությունը ինչ-որ բան փորձում էր ապացուցել կամ ապացուցում էր, ինքը հենվում էր Աստվածաշնչի վրա և հայտնատեսության վրա։ Ինքը իրենից ոչինչ չէր հորինում, իր բանականությանը չէր տալիս հնարավորություն, որպեսզի բանականությամբ ինչ-որ հարց լուծի, որովհետև ինքը չգիտեր իր բանականությունը ճիշտ որոշում է կայացնում, թե ոչ։ Օրինակ Կապադովկյան հայրերը, օրինակ վերցնենք Բարսեղ Կեսարացուն Կապադովկյան հայրերից, ինքը շատ խելոք մարդ էր։ Կեսարիայի եպիսկոպոսներ հայրապետը ավարտել էր ժամանակին Աթենքի դպրոցը, փիլիսոփայական դպրոցը, ի դեպ եղել է Լիբանիոսի աշակերտը, հայտնի փիլիսոփա, և շատ խելոք մարդ էր Բարսեղ Կեսարացին, ինքը իր գիտելիքներով հայտնի էր այդ ժամանակում։ Բայց այսպիսի մի պատմություն կա, օրինակ երբեմն մոտենում էին Բարսեղ Կեսարացուն հարց էին տալիս, որ ինքը պատասխանում, ասում էր չգիտեմ։ Ինչպես ասում էին։ Օրինակ այն քահանան, որ ձեր համայնքի մեջ է, նրան այդ հարցերը տվեցինք, ինքը պատասխանեց, դուք ինչպես չգիտեք։ Ասում է, ես չգիտեմ, ոչ Աստվածաշնչում է այդ մասին գրված, ոչ էլ ես հայտնություն ունեմ Աստծուց, հայտնություն եմ ստանում, որպեսզի այդ հարցին պատասխանեմ։ Մի բան չիմանալը, ժողովուրդ ջան, դա մեղք չի, ոչ էլ ամոթ է։ Նույնիսկ ամենագիտելիքներով հագեցած հոգևորականը չի կարող բոլոր հարցերին պատասխանել։ Ինքը կարող է պատասխանել միայն այն հարցերին, որոնց պատասխանել ինքը գիտի, կամ Աստվածաշնչում գրված, կամ հայտնությամբ ինքը ստացել է, չնայած մեր ժամանակներում հոգևորականներից կարծում եմ ոչ ոք հայտնություն չի ստանում, դա ժամանակին էր, վաղուց էր, որ հայտնություն էին ստանում հոգևորականները։ Եվ ուրեմն քրիստոնեությունը աստվածաբանները, եկեղեցու հայրերը ամեն հարցի չէին կարողանում պատասխանել, որովհետև դրանց պատասխանները չգիտեն, և այստեղ էր, որ իրենց և փիլիսոփաների, ասենք նեոպլատոնականների, սոփեստների իրենց և դրանց միջև լինում էին վեճեր, և սոփեստները կարողանում էին իրենց մտահանգումներով շատ հաճախակի ստեղծել խառնաշփոթ մարդկանց գիտակցության մեջ։ Սակայն 11-րդ դարից սկսած քրիստոնեական աստվածաբանության մեջ առաջացավ այդ դպրոցը, սքոլաստիկ դպրոցը, որը արդեն փորձում էր բոլոր հարցերին պատասխանել։ Նախ աստվածաբանությունը քրիստոնեական փորձեց հաշտվել եզրեր գտնել հեթանոս փիլիսոփայության հետ, Պլատոնի հետ, Արիստոտելի հետ, ուրիշ մտածողների հետ եզրեր գտնել և արդարացնել շատ բաներ, որոնք առաջ էին քաշում հեթանոս փիլիսոփաները, բայց որոնց հետ համաձայն չէր քրիստոնեական մտածողությունը, և այստեղ իրենք աստվածաբանները, քրիստոնյա աստվածաբանների եկեղեցու հայրերը սկսեցին օգտվել արիստոտելյան մտածողությունից, վերլուծություններից, այսինքն եթե առաջացավ այսպիսի մի տեսակետ, եթե եկեղեցում թագավորում է Սուրբ Հոգին, ուրեմն հոգևորականը, որ Աստծու կողմից օծում ունի, ինքը ինչ որ ասում է իր բանականությամբ, դա Սուրբ Հոգու թելադրանքով է։ Եվ ուրեմն այսպես առաջնորդվելով եկեղեցու հայրերը, աստվածաբանները սկսեցին ապացուցել ամեն ինչ։ Էրուգենան, Ալբերտ Մեծը, Թոմա Ակվինացին, Դունս Սքոթը, կաթոլիկ եկեղեցու հայրերը ստեղծեցին սիստեմատիկ համակարգ քրիստոնեական աստվածաբանության մեջ, որտեղ քննելով տրամաբանական վերլուծություններով, համեմատություններով տրվում էր բոլոր հարցերի պատասխանները, որոնք քննարկվում էին ժողովներում և դառնում էին անբեկանելի դոգմա։ Կաթոլիկ եկեղեցին
հետևելով սքոլաստիկ մտածողությանը արեց որոշակի իմ կարծիքով սխալներ, կատարեց սխալներ, որոնք էլ իրենց արդյունքը տվեցին, այ օրինակ ինդուլգենցիան, քանի որ եկեղեցում, քանի որ Հռոմում, քանի որ կաթոլիկ եկեղեցում Սուրբ Հոգու թելադրանքով է ամեն ինչ տեղի ունենում, ուրեմն ինչ որ որոշում է, ինչ որ անում է Հռոմի Պապը եւ կատարում են հետևելով նրան մյուս հոգևորականները, դա Աստծուց է։ Ուզած հանցագործ խաբեբա պոռնիկ կարող էր մեծ գումարով ինդուլգենցիա գնել, մեղքերի թողություն ստանալ Հռոմի Պապի կողմից եւ իր համար տեղ ապահովել երկնային արքայությունում։ Դա արդեն սահմանագիծ էր, որտեղ եվրոպական հանրության համբերությունը սպառվեց։ Սա առաջացրեց մեծ բողոք ժամանակի ընթացքում եւ դրա դեմ հանդես եկան եւ հոգեվորականներ, ժամանակի մեծ մտածողներ, Յան Հուսը, Մարտին Լութերը, դրանից հետո Ժան Կալվինը, Ցվինգլին եւ Ուիկլիֆը, Ջոն Ուիկլիֆը 16-րդ դարից սկսած Եվրոպայում մարդկանց գիտակցության մեջ տեղի ունեցավ մեծ հեղաշրջում եւ բոլորը սկսեցին խոսել Պապի սխալականության մասին, կաթոլիկ եկեղեցու բազմաթիվ դոգմաների սխալականության մասին եւ գնաց պայքար ազատագրվելու կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունից։ Պայքար գնաց նրա համար, որ մարդիկ ազատ մտածեն, ազատ հավատան Աստծուն, այնպես ինչպես իրենք են զգում։ Եվ դրա հովիվրա նաև պատերազմներ առաջացան եւ ամբողջ Եվրոպայով մեկ պատերազմները քանի 100-ամյակ տևում էին։ Միայն 1648 թվականին տեղի ունեցավ Վեստֆալյան հայտնի խաղաղության պայմանագիրը, որի հիման վրա իդեպ Եվրոպայում տրվեց թույլտվություն հավատալ Քրիստոսին այնպես, ինչպես ուզում ես։ Այսինքն հավատի դա ազատագրության փաստորեն պայմանագիր մարդկանց տրված թույլատրություն, որպեսզի մարդիկ հավատան Աստծուն, ինչպես իրենք են կամենում, ինչպես իրենք են զգում։ Այդ հողի վրա էլ արդեն առաջացած տարբեր բողոքական եկեղեցիներ ունեցան իրենց հնարավորությունը իրենց եկեղեցիներում ազատ գործելու, ինչպես 313 թվականին Միլանի էդիկտով քրիստոնեությունը ազատություն ստացավ ազատ հավատալու իր Աստծուն, այդպես էլ 1648 թվականի Վեստֆալյան խաղաղության պայմանագրից հետո տարբեր տեղերում մարդիկ սկսեցին հանգիստ հավատալ իրենց Աստծուն, իրենց ժողովարաններում, իրենց եկեղեցիներում, չենթարկվելով կաթոլիկ եկեղեցուն։ Խոսքը իհարկե բողոքական եկեղեցիների մասին է, որոնք ամբողջ Եվրոպայում արդեն բավականին տարածված էին։ Գիտեք, այդ ամեն ինչը մեծ ազդեցություն գործեց նաև մարդկանց գիտակցության վրա, աստվածակենտրոն գիտակցության ասում է, արդեն բավականին հետ էր նահանջել եւ մարդակենտրոն գիտակցությունը սկսեց իր փաստորեն հաղթարշավը անել ժամանակների մեջ։ Եվ մանավանդ 18-րդ դարի վերջից տեղի ունեցավ մարդկանց գիտակցության մեջ մի զարմանալի հաղթարշավ մինչև մեր օրերը, որի մասին հիմա ուզում եմ խոսել։